Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 25-ն է, սա արդեն թվով մեր երրորդ հաղորդումն է, ճիշտ ասած իմաստել չունի հաշվել, քանի որ կարևոր հիմա թեմա կա քննարկելու, այդ իսկ պատճառով որոշեցի շատ արագ մտնել եթեր, ասում են երկաթը տակ-տակ են ծեծում, եւ յուրաքանչյուր հետաքրքիր տեղեկություն, երբ որ թարմ է, ավելի կարևոր է, եւ արագ ձեզ տեղեկացնեմ այդ մասին։ Այսօր քիչ առաջ տարածվեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Փաստացի 2 ամիս անց սա առաջին հեռախոսազրույցն է, չափազանց կարևոր եւ հետաքրքիր տեղեկություն է։ Վաղուց սպասում էի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև հեռախոսազրույց տեղի կունենա, մի փոքր ուշացումով, բայց այն տեղի ունեցավ։ Կարևորը այն է, որ քննարկվել են ռազմավարական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, ռեգիոնալ հարցեր են քննարկվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Մարկո Ռուբիոյին հայ-ադրբեջանական բանակցություններից, խաղաղության պայմանագրից, որը որ համաձայնեցվել է ադրբեջանական կողմի հետ, եւ հստակ նշել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փաստաթուղթը հիմա սպասում է ստորագրման։ Եվ վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել այս բարձր մակարդակով կոնտակտներ։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է, թե նման հեռախոսազրույց տեղի կունենա այսօրվա մեջ ադրբեջանական կողմի հետ, թե տեղի չունենա, չափազանց կարևոր է դա հասկանալ, եւ եթե այսօր էլ տեղի չունենա, ես կարծում եմ, որ մի քանի օրերի ընթացքում նման հեռախոսազրույց կարող է ունենա արդեն ադրբեջանական կողմի հետ, բայց չափազանց կարևոր է, որ հիմա հայկական կողմի հետ այսպիսի հեռախոսազրույց տեղի ունեցավ։ Հույսով եմ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի վերադառնալ հարաբերությունների այն դինամիկային, որը որ կար Էնթոնի Բլինքենի հետ, եւ մենք գիտենք, որ հաճախ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցներ էր տեղի ունենում, ինչը բնականաբար չափազանց կարևոր էր եւ բավականին լուրջ զսպման մեխանիզմ էր Ադրբեջանի վրա։ Հիշում ենք, թե ինչ իրոք լուրջ ջանքեր էր գործադրում Էնթոնի Բլինքենը դրա համար։ Դա չափազանց կարևոր է լարվածության նվազեցման համար, եւ դրանից բացի կարևոր է այն ֆոնին, որ այսօր արդեն փաստացի երրորդ անգամ մի քանի օրվա մեջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ես մեր նախորդ հաղորդման ընթացքում այս մասին չեմ խոսել, քանի որ այդ պահին մենք չունեինք այդ տեղեկությունը, որ երրորդ անգամ փաստացի մի քանի օրվա այս ընթացքում նման հեռախոսազրույց է տեղի ունենում։ Պարզ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է կարևոր դերակատարություն ստանձնել հիմա հայ-ադրբեջանական բանակցային այս գործընթացի մեջ, ճիշտ բանակցությունները ճիշտ է ավարտված են, չնայած Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշում եւ ամբողջությամբ չի էլ կարելի ասել, որ բանակցությունները ավարտված են։ Ռուսաստանը փորձում է իր կողմը քաշել այս բանակցային process-ը, եւ եթե նույնիսկ ինչ-որ թուղթ է ստորագրվելու, Ռուսաստանի Դաշնությունը հիմա ձգտելու է, չնայած որ ես համոզված եմ, որ դեմ են նրանք, որ այդպիսի թուղթ ստորագրվի, բայց այնուամենայնիվ փորձելու են, որ եթե նման բան եթե նույնիսկ տեղի ունենա, իրանց մոտ տեղի ունենա։ Ինչ որ մի բան իրոք տեղի է ունենում, քանի որ հիմա նաեւ Աբբաս Արաքչին գտնվում է Երևանում, եւ շատ հետաքրքիր է, որ Աբբաս Արաքչին երբ որ գտնվում է Երևանում եւ ուղղակի ժամեր առաջ հանդիպել էր, կարող է ժամեր էլ շատ չի անցել Նիկոլ Փաշինյանը Աբբաս Արաքչիի հետ, հիմա հեռախոսազրույց է տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հնարավոր է նաեւ իրանական մասով ինչ որ բան է քննարկվել։ Ես այսինքն չեմ կարող սա բացառել, նման բան բնականաբար չեք տեսնի մամլո հաղորդագրության մեջ, բայց իրոք նման բան եւս հնարավոր է։ Կուլիսների հետևում եւս երբեմն տեղի ունենում հետաքրքիր եւ կարեւոր բանակցություններ տարբեր հարցերի շուրջ։ Ու քանի որ մենք հիմա եթեր կազմակերպեցինք, խոսենք նաեւ
միջազգային կարևոր իրադարձություններից, արագ ասեմ, որ հայտարարություններ են տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան այդ բանակցությունների մասով, որոնք որ տեղի ունեցան Էր-Ռիադում, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որին որ ներգրավված էր նաև Ուկրաինան, ուղիղ չէին ներգրավված, բայց առանձին հանդիպումներ էին, ես որքան հասկացա, ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգները ուկրաինացիների եւ ռուսների հետ, եւ փաստացի ձեռք է բերվել պայմանավորվածություն Սև ծովում հրադադար հաստատելու։ Այդ մասին է խոսում նաև Վլադիմիր Զելենսկին, բայց ամերիկյան կողմի հայտարարությունները մի փոքր տարբերվում են ուկրաինական կողմի հայտարարություններից, դա էլ պետք է ասենք որպես ճշմարտություն։ Օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պնդում են, որ շատ բարդ է իրավիճակը ռազմի դաշտում Ուկրաինայի համար, իսկ Զելենսկին պնդում է, որ ընդհանուր առմամբ վատ չէ դրությունը ուկրաինական զորքերի եւ ասում է, որ վատ վիճակում չէ ընդհանուր իրավիճակը ռազմադաշտում ուկրաինական զորքերի համար։ Զելենսկին հաճախ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներին շնորհակալություն է հայտնում, երևի թե շատերը հասկանում են ինչի համար, հատկապես Սպիտակ տանը տեղի ունեցածից հետո Զելենսկին անընդհատ շնորհակալություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց շատ նրբորեն ակնարկում է, որ եվրոպական երկրները եւս պետք է ներգրավվեն բանակցային գործընթացին կամ եվրոպական երկրները կամ Թուրքիան, որպես երաշխավոր, որ այդ հրադադարը կպահպանվի եւ Սև ծովի մասով հստակ ասում է կամ Թուրքիան կամ Եվրոմիության որևիցե երկիր պետք է ներգրավվեն, որպեսզի այդ հրադադարը փաստացի տեղի ունենա։ Իրանի մասով նաեւ հետաքրքիր է նշել, որ Իրանը ցուցադրել է իր նկուղային հրթիռային արսենալը եւ այս առումով եւս մենք հստակ հասկանում ենք, թե ինչի է Իրանը հիմա նման ցուցադրություններ կազմակերպում։ Այսինքն իրավիճակը իրոք շատ լարված է նաեւ Իրանի շուրջ։ Թուրքիայի մասով եւս կարող եմ ասել, որ ցույցերը շարունակվում են, մի քանի լրագրողների ձերբակալման օրդեր են տվել թուրքական դատարանները եւ մի քանի լրագրողի միանգամից, կարծես թե 6 լրագրողի ձերբակալման հստակ օրդեր է տրվել Թուրքիայի դատարանների կողմից։ Այսինքն Թուրքիայի իշխանությունները, թուրքական իշխանությունները շատ կոշտ ձևով հիմա փորձում են ճնշումներ գործադրել ցուցարարների եւ լրագրողների վրա, որպեսզի այս ցույցերը շարունակվեն, ամեն ինչ հանդարտվի եւ Էկրեմ Էմամօղլուն մնա բանտում հաստատի, քանի որ Էրդողանի հիմնական մրցակիցն է։ Այսքանը հիմնականում սիրելի հայրենակիցներ, լուրերը քիչ էին այս պահի դրությամբ, քանի որ մեր հիմնական պատճառը, ինչպես արդեն ասացի, Մարկո Ռուբիոյի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն էր, չափազանց կարևոր հեռախոսազրույց, որին որ ես իրոք վաղուց սպասում էի։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, անպայման հիշեցնեմ լայքերի համար, դա կարևոր է, որ այս մեր հաղորդումը եւս շատ արագ տարածում գտնի, առանց ձեր լայքերի դա գրեթե անհնար է։ Բաժանորդագրվեք, եթե ուզում եք այսպես արագ ձևով տեղեկանալ վերջին կարևոր իրադարձություններից, մենք միշտ փորձում ենք շատ օպերատիվ ձևով ներկայացնել վերջին իրադարձությունները, ինչպես նաև վերլուծել, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ մեր տարածաշրջանից դուրս։ Գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Հաջողություն բոլորիդ, բարի գիշեր, կհանդիպենք։